Բարև ձեզ սիրելիներ, մենք շարունակում ենք մեր Սուրբ Գրքի ուսումնասիրությունը ծննդոցից մինչև հայտնություն։ Եվ այսօր մենք սիրելիներ հասել ենք Հեսու գրքի 9-րդ եւ 10-րդ գլուխները։ Այս գլուխներում մենք տեսնում ենք մարդկային խաբեությունը, Աստծո ողորմությունը եւ նրա գերբնական զորությունը։ 9-րդ գլխում գաբավոնացիները լսում են, թե ինչ է անում Աստված Իսրայելի համար։ Նրանք վախենում են եւ խորամանկությամբ գալիս են Հեսուի մոտ։ Նրանք ձևացնում են, թե հեռավոր երկրից են եկել, որպեսզի ուխտ կապեն Իսրայելի հետ։ Աստվածաշունչը նշում է մի կարևոր մանրամասը։ Նրանք չհարցրեցին Տիրոջ բերանին։ Սա ամբողջ գլխի ներողություն գլխավոր դասերից մեկն է։ Երբ մարդը որոշումներ է կայացնում առանց Աստծո առաջնորդության, նույնիսկ ամենաիմաստուն մարդիկ կարող են խաբվել։ Քանի անգամ մենք էլ ենք շտապել, որոշում կայացրել, առանց աղոթքի, առանց Աստծո կամքը փնտրելու, անկեղծ լինենք, խոստովանենք, իսկապես բոլորիս հետ եղել է նման բաներ, բայց այստեղ նաև տեսնում ենք Աստծո ողորմությունը, սիրելիներ, թեև գաբավոնացիները եկան խաբեությամբ, նրանք ի վերջո միացան Աստծո ժողովրդին։ Սա մեզ հիշեցնում է ավետարանը։ Շատ մարդիկ գալիս են Աստծո մոտ կոտրված, խառնված սխալներով լի, բայց Հիսուսը նրանց չի վանում։ Հովհաննեսի 6:37-ում նա ասում է. «Ով ինձ մոտ գա, ես նրան դուրս չեմ հանի»։ Հետո 10-րդ գլխում տեսնում ենք մի մեծ պատերազմ, թշնամի թագավորները միավորվում են Գաբավոնի դեմ։ Իսրայելը գնում է նրանց օգնության։ Եվ այստեղ տեղի է ունենում Աստվածաշնչի ամենահզոր հրաշքներից մեկը։ Հեսուն աղոթում է, արևը կանգնի Գաբավոնի վրա, եւ Աստված լսում է։ Արևը կանգնում է, մինչև ժողովուրդը ավարտում է պատերազմը։ Սա ցույց է տալիս, որ Աստված տիեզերքի Տերն է։ Նա իշխում է ոչ միայն մարդկանց, այլ նաև արեգակի, լուսնի եւ ամբողջ ստեղծագործության վրա։ Այստեղ մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին։ Նա է, ով հրամայում էր քամիներին, ծովին, նա է, որ բնությունը հնազանդվում էր Հիսուսին։ Մարկոս ավետարան 4:37-ում գրված է, որ Հիսուսը ասեց քամուն եւ քամին դադարեց։ Ծովը հանդարտվեց։ Լրիր, հանդարտվիր եւ կատարվեց ելդեր եւ ամեն ինչ հանդարտվեց։ Հեսու 10-րդում նաեւ մի գեղեցիկ պատկեր կա, Աստված պատերազմում է իր ժողովրդի համար։ Գրված է, որ Տերը մեծ քարեր էր գցում երկնքից թշնամիների վրա։ Սա մեզ հիշեցնում է, որ մեր հաղթանակի աղբյուրը մենք չենք։ Մեր հաղթանակը Տիրոջից է։ Այսօր էլ մենք ունենք պատերազմներ, գայթակղությունների, վախերի, հուսահատության եւ խավարի դեմ, սիրելիներ, բայց Հիսուս Քրիստոսը մեր հաղթանակն է։ Նա արդեն հաղթել է մեղքին, մահվանը, սատանայի իշխանությանը։ Այս գլուխները մեզ սովորեցնում են, որ պետք է փնտրենք Աստծո առաջնորդությունը յուրաքանչյուր որոշման մեջ եւ վստահենք նրա զորությանը յուրաքանչյուր պատերազմի մեջ։ Աղոթենք, սիրելիներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեր իմաստությունն ես, որ դու ես տալիս մեզ իմաստություն, Հիսուս, շնորհակալ ենք Տեր ջան, որ դու ես մեզ ճանապարհը, մեր զորավարը, օգնիր մեզ չհենվել միայն մեր հասկացողության վրա, այլ փնտրել քո կամքը։ Շնորհակալ ենք, որ դու մեզ օրհնում ես, պահում ես եւ պաշտպանում ես։ Շնորհակալություն քեզ ամեն բանի համար։ Ամեն։ Սիրելիներ, եթե այս ուսուցումները օրհնություն էին քեզ համար, կիսվիր եւ գրիր մեկնաբանություններում, թե որտեղ տեսար Հիսուսին տվյալ գրքում։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլխում։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։